Բարև ձեզ, եթերում առողջարարն է, սա առողջապահական հարթակ է, որտեղ քննարկվում են ամենատարբեր հիվանդություններն ու խնդիրները եւ առաջարկվում են ապացուցողական բժշկության դրանց լուծումներն ու տարբերակները։ Ես Այդա Կարապետյանն եմ, մենք հանդիպում ենք յուրաքանչյուր շաբաթ 21:00-ին։ Առողջարարի տաղավարում քննարկում ենք շաքարային դիաբետը, դրա հետևանքները եւ թե ինչու է այդ հիվանդությունը զարգանում։ Մենք խոսելու ենք թեմայի վերաբերյալ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Հերմինե Դանիելյանի հետ։ Բժշկուհի, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Եվ եկեք հասկանանք, ինչ է իրենից ներկայացնում շաքարային դիաբետը, որքանով մենք հասարակ մահկանացուներս գիտենք, դրա երկու տեսակ է լինում։ Ինչով է մեկը մյուսից տարբերվում, ում մոտ է սովորաբար հիվանդությունը զարգանում եւ ինչն է դրա պատճառը դառնում։ Շաքարային դիաբետը բազմազան հիվանդությունների մի խումբ է, որոնք որ ընթանում են արյան գլուկոզայի բարձրացմամբ եւ բերում են ճարպային, սպիտակուցային եւ աստղաջրատային փոխանակության խանգարման։ Այն երկու տիպ չէ միայն, որը որ ինչպես որ տարածված է բնակության մեջ, մենք ունենք իհարկե ամենատարածված խմբերը դա առաջին եւ երկրորդ տիպի դիաբետներն են, որոնք որ առաջի տիպի դիաբետը գնում է ինսուլինային բացարձակ անբավարարությամբ, երկրորդ տիպի դիաբետը ինսուլինային հարաբերական անբավարարությամբ է ընթանում, սակայն կան նաև այլ խմբեր հիվանդության, որոնք որ նույնպես պետք է որոնց մասին նույնպես պետք է խոսել, դա գեստացիոն դիաբետն է, հղիության ժամանակ զարգացող դիաբետը, որը ցավոք բավականին շատացել է, բավականին մեծ տարածում է գտել, դա մոդի դիաբետն է, երիտասարդների մոտ հասուն մարդու դիաբետի զարգացումը, դա լադա դիաբետն է, հասուն մարդկանց մոտ ավտոիմուն դիաբետի զարգացումն է, դա դեղորայքային ինդուկցված դիաբետն է, քանի որ ներկայումս շատ ունենում ենք բուժում ստերոիդ դեղամիջոցներ գլյուկոկորտիկոիդներով բազմաթիվ հիվանդությունների բուժումը հիմնում է գլյուկոկորտիկոիդների վրա եւ դա նույնպես կարող է բերել որպես հետևանք շաքարային դիաբետի առաջացման, ինչպես նաեւ շաքարային դիաբետ կարող է առաջանալ մի շարք էնդոկրին այլ հիվանդությունների ժամանակ որպես ուղղակի սիմպտոմ նաեւ։ Օրինակ ինչպիսի հիվանդություններ։ Օրինակ ակրոմեգալիան, որը որ ընթանում է ինսուլինային ռեզիստենտականության, ինսուլինի նկատմամբ ռեզիստենտականության զարգացման, քանի որ աճի հորմոնը ինքը ինսուլին ռեզիստենտ կոնտր ինսուլյար հորմոն է եւ կարող է նույնպես ուղեկցվում է շաքարային դիաբետի զարգացմամբ։ Հղիների մոտ ինչն է դառնում շաքարի պատճառը, նշեցիք, որ հաճախ է վերջին շրջանում հանդիպում, ինչու։ Գեստացիոն դիաբետը ինքը տարբերվում է մյուս շաքարային դիաբետներից, ցավոք իրականում շատացել է գեստացիոն դիաբետի դեպքերը, ես վերջերս ուսումնասիրում էի, թե իրականում ինչու այսպես շատացավ, որովհետև մտածում եմ, որ նաև մեծացավ տարիքը հղիների, որովհետև ինչքան ավելի մեծացավ տարիքը, այնքան գեստացիոն դիաբետի դեպքերը շատացան, քաշը հղիների նույնպես եւ իհարկե նաև գենետիկան, որը նույնպես կարևոր է։ Գեստացիոն դիաբետն ունի առանձնահատկություն, որ ծննդալուծումից հետո արյան գլուկոզայի մակարդակը պետք է կարգավորվի, սակայն գեստացիոն դիաբետով հղիներին մենք անպայման զգուշացնում ենք, որ հետագայում իրենք հանդիսանում են ռիսկի խումբ եւ պարտադիր պետք է առաջիկա գոնե 3 տարին լինեն հսկողության մեջ, իսկ հետագայում պետք է պարտադիր ուշադրություն դարձնել նաեւ իրենց արյան գլուկոզային։ Արյան մեջ շաքարի չափաբաժինը ինչ ցուցանիշ պետք է ունենա մինչև որ համարենք, որ դրանից սկսած արդեն խոսում ենք շաքարային դիաբետի մասին։ Որոշակի նորմա ունենք 3.5-ից մինչև 5.5 մմ/լիտր։ Սա նորման է։ Այսինքն, եթե մենք տեսնում ենք, որ արյան գլուկոզան սկսում է բարձրանալ արդեն 5.5-ից, մենք գիտեք շատ լավ է, որ այդ հարցը տվեցիք, որովհետև շատ հաճախ տեսնում ենք պացիենտների, ում ժամանակին 5.9, 6 գլուկոզային բուժող բժիշկը ասել է, որ դուք խնդիր չունեք, եւ մարդը հանգիստ ապրել է։ Ցավոք, այդ պացիենտներին մենք հետո տեսնում ենք արդեն շատ բարձր որտեղ դա եղել է այն շրջանը, երբ որ կարելի էր ուղղակի վերադարձնել դիաբետի առաջացումը, հա, դա հենց այդ շրջանն է, ամենակարևոր շրջանն է պացիենտի համար, որովհետև այդ շրջանում, եթե դու գիտակցես, որ քո մոտ կա որոշակի փոփոխությունների կարիք, իսկ մարդիկ շատ արագ դա իրականում ընկալում են, որովհետև երբ բացատրում ես, որ կարող է գոյանալ հիվանդություն եւ կարող է չգոյանալ, հա, ինքը այս պահին արդեն պետք է ընտրի նաեւ թե ոնց է գնալու շարունակությունը։ Այդ շրջանը կոչվում է նախադիաբետ։
դա դեռ շաքարային դիաբետ չի, դա դեռ նախադիաբետ է, այսինքն եթե դուք ճիշտ հետևեք ձեզ, եթե դուք կարողանաք ճիշտ վարել ձեր ընթացքը, ձեր սննդակարգը, ձեր ֆիզիկական ակտիվությունը, հա, այդ պարագայում ինչը պետք է ուղղակի չնստել, հա, բազմոցին եւ ղեկավարել պուլտով կամ վերելակով կամ մյուս բոլոր այդ ազդակները, որոնք որ մեր կյանքը այսքան հեշտացնում են, հա, պետք է մի փոքր ուղղակի ավելացնել շարժումը, պետք է կարգավորել սննդակարգը, չդնել այն ածխաջրատային այն սննդակարգը, որը որ շատ համեղ է, այո, սիրում են բոլորը, այո, բայց իրենք բոլորը բերում են իհարկե քաշի ավելացման եւ բնականաբար ինսուլին ռեզիստենտության նաեւ։ Շաքարային դիաբետ ունեցող անձինք ինչ գանգատներ են առաջինը նշում։ Շաքարային դիաբետ ունեցող անձին կարող են նույնիսկ որևէ գանգատ չունենալ ցավոք, դա կարող է լինել ասիմպտոմ եւ գանգատները կարող են սկսել այն ժամանակ, երբ որ արդեն արյան գլուկոզան բավականին բարձր է, այսինքն երբ արդեն անցնում է 10 մմլ լիտրից, սկսում է գլուկոզուրիան, այսինքն սկսում է հաճախամիզությունը, մեզով գլուկոզան սկսում է դուրս գալ, հա, բարձր ասած, այնպես եւ սկսում է հաճախամիզություն։ Սկսում է հաճախամիզությունը, որը բերում է բերանի չորության, այսինքն սկիզբը հաճախամիզություն, հետո դրանից գնում է ծարավի զգացում, բերանի չորություն, իսկ հետագայում սկսում են արդեն անոթային եւ նյարդային բարդությունները, հա, մենք տարբերում ենք միկրոանոթային բարդություններ, որոնք որ փոքր անոթներն են ընդգրկում, ինչպես ակնահատակը, ինչպես երիկամները, հա, որոնք որ շատ բնորոշ են շաքարային դիաբետի բարդություններին, հա, ռետինոպաթիան, նեֆրոպաթիան, իրենք շատ հաճախ են հանդիպում եւ մեծ անոթների ախտահարումները, որը կարող է լինել սիրտանոթային խնդիրներ, ինչպես սրտի իշեմիկ հիվանդությունը, սրտամկանի ինֆարկտը, որը ցավոք երբեմն նույնիսկ համր ընթացք ունի շաքարային դիաբետով պացիենտների մոտ, այսինքն անցավ ձևը կարող է լինել նույնիսկ այդպես պատճառով կարևոր է նաև հետազոտվել է ինսուլտները, նույնպես մեծ անոթների ախտահարումներն են եւ իհարկե վերջույթները, որոնք որ մեզ նույնպես գանգրենան փթախտը, որը նույնպես շաքարային դիաբետի բարդություններից, ահարկու բարդություններից մեկն է։ Բազմաթիվ են բարդությունները եւ մյուսը դա նեյրոպաթիաներն են, այսինքն նյարդի ախտահարումը, որոնք որ ուղեկցվում են բավականին ուժեղ արտահայտված ցավային սինդրոմով եւ հարկավոր է այս պարագայում իհարկե սպეციფიկ բուժում։ Սովորաբար պացիենտներն, ովքեր ունեն շաքարային դիաբետ, սակայն ինչ-ինչ պատճառներով դրա մասին տեղյակ չեն լինում, կարող են գանգատվել այլ օրգան համակարգերի հետ կապված խնդիրներից։ Օրինակ կարող են նշել, որ մաշկի վրա ունեն վերքեր, որոնք ուշ են լավանում։ Թե ինչ կապ կարող է ունենալ շաքարային դիաբետը անոթային համակարգի վրա, առաջարկում են պարզել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի անոթային էնդովասկուլյար վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արգիշտի Արոյանի հետ։ Բժիշկ, արունատար համակարգը, անոթային համակարգը եւ շաքարային դիաբետը ինչ կապ ունեն մեկը մյուսի հետ, ինչպես կարող է շաքարային դիաբետը ազդել անոթային համակարգի վրա։ Իրականում շաքարային դիաբետի վաղ կլինիկական դրսևորումներից չեն անոթային խնդիրները, բայց ավելի ուշ կլինիկական դրսևորումներից են այդպես կոչված անգիոպաթիաները։ Այդ դեպքում փորձեմ մաքսիմում հանրամատչելի բացատրեմ, սկսում են ախտահարվել օրգանիզմի տարբեր անոթներ, տարբեր հատվածների զարկերակային համակարգի տարբեր հատվածներ եւ պատճառ հանդիսանալ այդ զարկերակների նեղացման եւ իրանց ըստ տեղակայման իրանց կլինիկական դրսևորումները ավելի հաճախ մեզ մոտ հանդիպում են վերջույթների անոթների նեղացումները եւ անգիոպաթիաները։ Բացի դրանից շաքարային դիաբետով տառապող մարդիկ կարող են ունենալ առանց անոթային ավազանի լուրջ խնդիրների առաջացած վերքեր, վերջույթների, որոնք ավելի հիմնականում դրսևորվում են թաց գանգրենաների տեսքով։ Այդ ձև է ստացվել, որ այդ վերքերով նույնպես անոթային վիրաբույժներն են զբաղվում։ Այլ օրգան համակարգերը, որոնք երկրորդ տեղն են գրավում շաքարային դիաբետով հիվանդները, որոնց մոտ առաջանում են անոթային խնդիրներ եւ մենք ենք զբաղվում, երիկամային զարկերակների նեղացումները, որոնք բերում են իրանց հերթին երիկամի ֆունկցիայի խանգարումների եւ ունենում ենք
քնային զարկերակների նեղացումները, որոնք ավելի ուշ փուլում պատճառ են հանդիսանում ինսուլտների, իշեմիկ ինսուլտների։ Շաքարային դիաբետով պայմանավորված անոթային համակարգի խնդիրներ ունեցող պացիենտները ինչ գանգատներ են նշում։ Եթե մենք առանձնացնում ենք վերջույթները, ոնց նշեցի, կամ երիկամները, կամ քնային զարկերակը, առանձին բացատրեմ, վերջույթների պարագան, որը ավելի տարածված է, շաքարային դիաբետով հիվանդները շատ վաղ իրենց մոտ սկսում է նեյրոպաթիաներ կոչված, որը արտահայտվում է վերջույթների թմրածությամբ։ Շատ հաճախ հիվանդները հետևյալ ձև են գանգատվում, դոկտոր ջան, մեր վերջույթները, ոտքի մատները թմրած են, մենք զգում ենք ոնց որ բամբակի վրա են քայլում։ Դա դեռ չի նշանակում, որ մենք ունենք ախտահարված անոթներ։ Շատ դեպքերում այդ թմրածություն ունեցող մարդիկ գալիս են, զննում ենք, նույնիսկ այլ հետազոտությունների, գործիքային հետազոտությունների կարիք չեն լինում, որովհետև պալպատոր, այսինքն մեր զնման արդյունքում մենք տեսնում ենք, որ իրանց զարկերակները աշխատում են։ Ցավոք սրտի դրանց դեմ պայքարելու մեջոց չկա, այսինքն այդ թմրածության զգացողության քչացնելու հնարավորություն չկա, բայց այդ պարագայում հիվանդները ավելի հաճախ պետք է դիմեն այլ մեթոդների, կոշիկներ, գուլբաներ ընտրելու եւ այլն եւ այլն։ Դրա համար խորհուրդ եմ տալիս, եթե կա այդ զգացողությունը, գոնե մեկ անգամ այցելել անոթային վիրաբույժի։ Տվյալ դեպքում գործիքային ինչ հետազոտություններ են առաջարկվում ձեր կողմից։ Գործիքային հետազոտությունները սովորաբար մենք սկսում ենք ամենակիչ ինվազիվ, այսինքն ամենակիչ անվնաս հետազոտությունով, որը կոչվում է դուբլեքս հետազոտություն, ինքը Իրանից ներկայացնում է վերջույթների, անոթների ավելի շուտ սոնոգրաֆիան։ Ավելի մանրակրկիտ տվյալները ստանալու համար հնարավոր է եւ դիմենք կատե անգիոգրաֆիայի, այսինքն կոնտրաստ նյութով կատեի։ Որոշ դեպքերում դիմում ենք այդպես կոչված անգիոգրաֆիայի, որտեղ արդեն հետազոտողը նույն վիրաբույժն է։ Մենք տեղում պունկցիա ենք անում զարկերակը, կոնտրաստ նյութը լցնում, նկարում ենք եւ ստանում ենք ավելի հստակ տվյալներ։ Երրորդ ամենակարևոր փուլը, որ անպայման պետք է դիմել անոթային վիրաբույժի, ինչ պատճառով վերք է առաջացել շաքարային դիաբետով հիվանդի մոտ վերջույթի վրա եւ երկար ժամանակ այդ վերքը չի լավացել։ Նույնիսկ նոր առաջացած վերքի ժամանակ խորհուրդ եմ տալիս դիմել։ Այն ժամանակ մենք գնահատում ենք այդ վերքի պատճառը։ Սովորաբար շատ թույլ հասկացողություն կա, որ վերք է, մենք վերքը պետք է բուժենք։ Շատ տարօրինակ պատմություններ կան։ Օրինակ, ես հիվանդ եմ ունեցել բութմատի վերք, 1 տարի եւ ավել չի բուժվել, իր զստային զարկերակը, որը գտնվում է որովայնում, խցանված է եղել։ Իրան բացադրում եմ, որ պետք է զստային զարկերակը բացվի, որ պետք է, այ բժիշկ ջան, իմ բութմատին վերքա, ինչ գործ ունեք փորիս մեջ։ Իրականում այդ վերքի պատճառը փաստորեն զստային զարկերակի խցանումն էր։ Դրա համար պետք է անպայման դիմել անոթային վիրաբույժի, որովհետեւ անոթային վիրաբույժը գնահատի, թե ինչն է վերքի պատճառը, վերքի պատճառը վերացնելուց հետո նոր պետք է վերքը բուժել։ Շաքարային դիաբետի հետևանքով հաճախ տուժում են նաև աչքերը, թե ինչպես կարող է դիաբետը ազդել ակնային համակարգի վրա, առաջարկում եմ պարզել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ակնաբուժության բաժանմունքի ղեկավար Անուշ Ղարիբյանի հետ։ Բժշկուհի, բարև ձեզ, շնորհակալ եմ այստեղ լինելու համար եւ ինչ հետևանք կարող է ունենալ դիաբետը աչքերի տեսողության վրա։ Շաքարային դիաբետը ախտահարում է անոթները եւ աչքի հատակում ցանցաթաղանթը հարուստ լինելով անոթներով ունենում է նույն խնդիրը, այս ինչ որ մյուս օրգան համակարգերում, այսինքն շաքարային դիաբետի դեպքում անոթների ախտահարման հետևանքով մենք կարող ենք ունենալ վնասումը անոթների ինչ տարբերակով։ Կարող է լինել դա թափանցելիության բարձրացման հետևանքով, որի պատճառով մենք ունենում ենք արյունազեղումներ, այտուց ցանցաթաղանթում,
Ունենում ենք անոթների ախտահարման մեկ այլ տարբերակ, երբ որ խցանվում է օկլյուզիայի ենթարկվում անոթները եւ ցանցաթաղանթի համապատասխան հատվածը, որը պետք է սնուցեն այդ անոթները, իշեմիայի ենթարկվում, սնուցման խանգարում է տեղի ունենում եւ դրա հետևանքով որոշակի գործոններ են արտադրվում եւ դա էլ նպաստում է նոր անոթների առաջացմանը, որոնք ոչ առողջ անոթներ են, որոնք շատ ավելի փխրուն են եւ շատ ավելի շատ արյունազեղումներ եւ ախտահարումներ կարող են առաջացնել աչքում։ Եթե մենք ունենում ենք ակնահատակում այտուց անոթների թափանցելիության բարձրացման հետևանքով, դա հիվանդը զգում է տեսողության թուլության, տեսողության վատացման, մշուշոտ, ոչ հստակ տեսողության պատկեր է նկատում հիվանդը։ Ցավոք սրտի դիմում են հիվանդները շատ հաճախ բավականին ախտահարված վիճակով ակնահատակի, քանի որ սկզբնական շրջանում փոփոխությունները, արյունազեղումները, այդ լիպիդների կոտակումները, այդ ամեն ինչը հիվանդները չեն զգում, երբ սկսում է տեսողությունը վատանալ, օրինակ այդ այտուցի պատճառով, կամ առաջանում է այնտեղ որոշակի տեսադաշտի դեֆեկտներ, կամ կարող են հիվանդները նշել ուղղակի ոչ հստակ մշուշոտ տեսողություն, որը անցողիկ է, երբեմն կարող է լինել ավելի պայծառ տեսողությունը, մաքուր, երբեմն ավելի մշուշոտ եւ ոչ հստակ, պայմանավորված այտուցով, այդ դեպքում հիվանդները նոր սկսում են դիմել բժշկի։ Իրականում տեսողության սրության վատացման մյուս պատճառն է շաքարային դիաբետի դեպքում, դա կատարակտ հիվանդության առաջացումն է դիաբետիկների մոտ։ Մենք գիտենք, որ կատարակտը դա ոսպինյակի պղտորումն է, որը առաջանում է մեծ մաս դեպքերում տարիքային փոփոխություն է հանդիսանում տարիքով հիվանդ անձանց մոտ, 50 եւ բարձր տարիքում, դիաբետիկների մոտ կարող է դա ավելի շուտ արտահայտվել եւ ելի պատճառ է դառնում տեսողության սրության իջեցման։ Երբեմն հիվանդները նշում են, որ ունեն երկտեսություն, քանի որ շաքարային դիաբետը պատճառ է դառնում արյան մեջ այդ գլյուկոզայի բարձր մակարդակի հետևանքով ախտարում են նաեւ դիսանյարդերը եւ աչքերի շարժում սահմանափակումներ են առաջացնում ակնաշարժ ֆունկցիայի, որի հետևանքով հիվանդները երբեմն նշում են երկտեսություն, երբեմն նշում են տեսադաշտի ուրեմն դեֆեկտներ, ինչի պատճառով նաև, երբ որ առաջանում են նոր անոթներ, այդ արյունը լցվում է խոռոչում եւ կարող է պատճառ դառնալ որոշակի սպիական փոփոխությունների, որոնք կարող են պոկել նաև ցանցաթաղանթը, առաջանալ ցանցաթաղանթի շերտազատում, կարող են հիվանդները այդ ժամանակ դիմել դրանք, բայց դրանք արդեն ցավոք սրտի բավականին մեծ փոփոխություններ են, երկու ձևով է արտահայտվում, դիաբետիկ ռետինոպաթիայի կոչվում հիմնական ախտահարումը շաքարային դիաբետի դեպքում լինում է ոչ պրոլիֆերատիվ եւ պրոլիֆերատիվ տեսակի։ Եվ այսինքն մի դեպքում, երբ ունենում ենք պրոլիֆերատիվ դիաբետիկ ռետինոպաթիայի դեպքում, մենք ունենում ենք արդեն նոր առաջացած անոթներ, նոյագոյացած անոթներ, ոչ պրոլիֆերատիվի դեպքում կարող ենք ունենալ արյունազեղումներ ակնահատակում, այդ ճարպի լիպիդի կուտակումները, կարող է անկախ թե որ մի տեսակն է ընթանում, որ փուլում է այդ մակուլյար այտուցը ակնահատակում, ցածաթաղանթի այտուցը կարող ենք նկատել, որը երկու դեպքում էլ տեսողության վատացման պատճառ դառնում է եւ երբ որ արդեն ունենում ենք այդ պրոլիֆերատիվ դիաբետիկ ռետինոպաթիան նորագոյացած անոթների առկայությամբ, այդ դեպքում կարող են առաջանալ արդեն նոր բարդություններ, երկրորդային, օրինակ գլաուկոմա հիվանդությունը, որը իրեն չէ իրենից ներկայացնում, դա տեսանյարդի ախտահարում է, երբ ռիսկի գործոն է համարվում նաեւ ներակնային բարձր ճնշումը եւ երկրորդային այս գլաուկոման, նեովասկուլյար գլաուկոմա ենք ասում, նոր առաջացած անոթները փակում ախտահարում են այնտեղ աչքի առաջային հատվածը, անկյունը, ծիածանաթաղանթը եւ այլն եւ արդյունքում բերում է նաեւ մեկ այլ այդ գլաուկոմա հիվանդության առաջացմանը, որը ցավոք սրտի կարող է անդառնալի կուրության պատճառ դառնալ։ Բավական լուրջ խնդիրների հետ կարող ենք գործ ունենալ շաքարային դիաբետի դեպքում, այո, դիաբետիկ ռետինոպաթիան, կատարակտը, գլաուկոման, իսկ ինչ հետազոտություններ եք դուք դրա դեմ անում կամ ինչ մեթոդներով են դրանք ախտորոշվում։ Այստեղ շատ կարևոր է նշել, որ ցանկացած հիվանդ, ով մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետ եւ գիտի իր ախտորոշումը,
պարտավոր է անպայման անկախ նրանից ունի որոշակի գանգատներ տեսողության սրության վատացում կամ մեկ այլ խնդիր, անպայման պետք է դիմի տարեկան ստուգումների, այդ սկրինինգային հետազոտություններն են ամենակարևորը, որ տարին մեկ անգամ նույնիսկ առանց խնդիրների առկայության պետք է անցնել այդ ակնահատակի հետազոտությունները, ինչ ենք անում, լայնացնում ենք բիբը դեղորայքի միջոցով եւ լայն բբով կատարվում է ակնահատակի ֆոտո նկարահանում, այսպես ասած ֆունդուս ֆոտոն, երբ որ դոկումենտացիա է կատարվում, տվյալները մենք ֆիքսում ենք, պահպանում ենք հետագա դինամիկ հսկողության համար եւ ինչու՞ չէ տվյալ պահին մեր համար ինֆորմատիվ է կառուցվածքը ցանցաթաղանթի վիճակը գնահատելու համար։ Մյուս արվում է ակնահատակի շերտավոր նկար, այսպես ասած օպտիկ կոհերենտ տոմոգրաֆիա հետազոտությունը, մենք դա անում ենք, որպեսզի հասկանանք արդյոք այնտեղ ակնահատակում կա այտուց, արդյոք ինչ փոփոխություններ կարող ենք տեսնել, որը արդեն բուժման հետագա տակտիկան կարող ենք որոշել կա, հետազոտություն անգիոգրաֆիկ հետազոտությունը եւ OCT անգիոգրաֆիա կոչվածը, որը ավելի նոր այսպես մեթոդ է, մենք դա կիրառում ենք նրա համար, որ առանց նույնիսկ ֆլյուրեսցեին այդ ներկանյութի օգտագործման կարողանում ենք ակնահատակում վիզուալիզացնել անոթների վիճակը եւ այն հատվածները, որոնք ունեն սնուցման խանգարում, այդ իշեմիկ հատվածները, որը շատ կարևոր է բուժման տակտիկան որոշելու համար։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնում եմ, որ մենք զրուցում ենք շաքարային դիաբետի մասին եւ թե ինչ հետևանքներ կարող է առաջացնել օրգանիզմի վրա այս հիվանդությունը։ Այսպիսին էր մեր եթերն այս անգամ, շարունակեք հետևել մեզ եւ հիշեք, մենք ձեզ ներկայացնում ենք առողջարար տեղեկատվություն հանուն առողջության։ Ցտեսություն։